1950-ական թվականներից Fujifilm ընկերությունն արտադրում է օպտիկա, ֆոտո, կինոարդյունաբերության և հեռուստատեսության համար։ Ճապոնական Fujifilm ընկերության պաշտոնական գործընկեր Vega։ Բարև ձեզ բարեկամներ, եթերում կրկին վերադարձ կամ նորից բարև հեղինակային ծրագիրն է և սկսում ենք այն մեծո ակումբից, ուր սովորաբար հնչում է բարձրակարգ երաժշտություն և կազմակերպվում են հետաքրքիր միջոցառումներ։ Սիրելի բարեկամներ, հիմա ես պիտի խնդրեմ ուշադիր հետևեք էկրանին, որովհետև մենք պատիվ և բախտ ունենք լսելու մեր մշակույթի նահապետներից մեկին, Խորհրդային Միության ժողովրդական արտիստ Էդուարդ Միրզոյանին։ Խնդրեմ։ Ռադիոյին և հեռուստատեսության երկար տարիներ անգնահատելի գործունեություն, անգնահատելի, և ուզում եմ պատմել մի փաստ։ 16 տարի բացակայությունից հետո Ռաստրապովիչը վերադարձավ հայրենիք։ Գերոնցը թալալանը ասում ճիշտ կլեր, որ մենք գնայինք իրան տեսնենք Լենինգրադում։ Ասի խելոք բանս ասում։ Զանգցվեց Ստեփան Կապուչին, կատեգորիկ մերժեց։ Մերժելուց հետո բացատրեց, ասի Ստեփան Կապուչ, վիճակը էսպես է, այդ մեծագույն երևույթը վերադարձել է հայրենիք։ Մեր պարսկտանան դիմավորել
հանդիպել նրա հետ եւ ի պատիվ իրան հարդարարեց բոլոր ծախսերը ճամփորդություն եւ վերցրեց իր վրա ու մենք Գերանձե Թալալանի հետ թրանք Լենինգրադ եւ արտակարգ հանդիպում էր արտիդա եւ այդ դոկումենտը հիմա տեսագրություն կա որը ինչ որտեղ խմբագրվել է եւ ես մտադիր եմ այդ տեսագրությունը ուղարկել Գալինա Վիշնևսկային Ռասապոչի կնուշը այս դոկումենտը Ստեփան Կարպիչի ծառայությունն է եւ ընդհանրապես նրա գործունեությունը թե մարդը ինչքան խելոք է մինչեւ պարկասը մինչեւ մեղելոք եւ ինչքան մեծ ծառայություն ունի հայրենիքի առաջ ես իրեն անչափ սիրում եմ եւ պակաս չեմ սիրում իր դստրիկին որին գնահատում եմ որ տարիների ընթացքում որպես գործիչ բարձրացավ մեծացավ եւ պատիվ է պահում իր հոր հեղինակությունը հասմիկը ես Սպաջան օգտվելով արցից գրգում եմ քեզ մենք բաղուց մտերիմ ենք եղել եւ հարազատ եւ ցանկանում եմ քեզ երկար տարիներ լինես գերոխմի մեջ Շատ լավ ցանկություն է պարոն Պողոսյան Եկեք սիրելի բարեկամներ ձեզանից շատերի համար եւ հատկապես այն մարդկանց համար ովքեր մոտիկից ճանաչում են Ստեփան Պողոսյանին անակնկալ է որ այսօրվա մեր ծրագրի հյուրը այն էր գլխավոր հյուրի կարգավիճակով Ստեփան Պողոսյանն է որտեւ այս տարիների ընթացքում նա չգիտես ինչու միշտ խուսափել է նման մեծարումներից եւ դա այն դեպքում որ իրոք ինքը մեր ժողովրդին ասելու քիչ բան չունի բայց այդպեսին է Ստեփան Պողոսյանը ինչու եք խուսափել պարոն Պողոսյան Գիտեք ինչ մեկը կա որ հարսանիքը կազմակերպում է մյուսը պարում է մենք կազմակերպում ենք դուք պարում եք ոչինչ չի փոխվել աշխարհում Նա կյանքի հետ վարվում է քմահաճ մսաղացի նման է ամեն ինչ միատեսակ է դարձնում բացի ոսկրոտ կտորներից մեր ժողովուրդը այդ ոսկրոտ կտորներից էր մսաղացը նրանց մաշեց բայց մանրացնել չկարողացավ առաջի գիրքը ինձ պատվիրեց Հայաստան հրատարակչությունը եւ 84 թույներ հրատարակեց Այն ժամանակ մի քիչ զուսպ էին այդ թեմայի հանդեպ, բայց մտավորականության մեջ հսկայական շարժում կար։ Ուզում են նոր ձևով նայեն մեր ժողովրդի 19-րդ դարի վերջի 20-րդ դարի պատմությունը։ Բավական էլ մեծ գիրք էր։ Գոյատևման պայքարի քարոզներում։ Սա առաջինն էր։ Հետո սկսեցին գրել որ մի բան սկսում ես սովորում ես գրում ես Ակունք ազգագրական համույթ գեղարվեստական ղեկավար Սարգիս Ալավերդյան Ուզում եմ ակունքի անունից շնորհակալություն հայտնել հայ մեծ մարդ Ստեփան Պողոսյանին որը հնարավորություն տվեց ակունքին տեր կանգնելու նախնիների ոգեկանչին բացեց հայ երգի ճանապարհը հարթեց ոգեկոչողը եղավ բոլոր նրանց ու մեջ անթեղված է հայ երգը պապենական երազանքները շարունակելու կայծն ու նվիրումը մինչև ուրեմն ռադիո մտնելը հասկանալի է թե ինչ ոդիստական ենք մենք ունեցել սակայն մենք համառորեն սկսեցինք մեր ելույթները բաց հրապարակներում դպրոցներում մինչև այն պատասխանատու ելույթը մեր մատենադարանի բակում ինքը մեզ համար ճանապարհ հարթեց եւ սկսեց մեր հաղթարշավը մեր խորին շնորհակալություն ենք հայտնում ցանկանում ենք որ ընկեր Պողոսյանը շատ երկար բեղնավոր կյանք ունենա որովհետեւ իսկապես ոչ միայն ակունքի կարող եմ ասել այլև
ազգագրական բոլոր խմբերի գոյությունը պայմանավորված է Ստեփան Պողոսյանի անձով, այդպես է, շնորհակալություն։ Տոպոգանաշ տերև, բեր բակեմ ծաչից վերև, Անկահիր կբրնի լոր, լեն տոպոգանաշ տերև, աղջիկ տեսայ այլուծոր, բեր բակեմ ծաչից վերև, աղջիկ տեսայ այլուծոր, լեն տոպոգանաշ տերև, նամահաներ կարմիր խնդոր, բեր բակեմ ծաչից վերև, լեն տոպոգանաշ տերև, լեն տոպոգանաշ տերև, լեն տոպոգանաշ տերև, բեր բակեմ ծաչից վերև, Խանձորի գես խածուգա, լեն տոպոգանաշ տերև, խածուգա խածմածուգա, բեր բակեմ ծաչից վերև, խդուգա խծմածուգա, լեն տոպոգանաշ տերև, մագերը կեսարտը տուգա, բեր բակեմ ծաչից վերև, լեն տոպոգանաշ տերև, լեն տոպոգանաշ տերև, լեն տոպոգանաշ տերև, բեր բակեմ ծաչից վերև, Գացի բաղեշ բերինուր, լեն տոպոգանաշ տերև, բերի հիդերի ժամուդուր, բեր բակեմ ծաչից վերև, բերի հիդերի ժամուդուր, լեն տոպոգանաշ տերև, Yarastvat bahez kudur, bեր բակեմ ծաչից վերև, լեն տոպոգանաշ տերև, լեն տոպոգանաշ տերև, լեն տոպոգանաշ տերև, բեր բակեմ ծաչից վերև, Դարմի խոյամը սացու, լեն տոպոգանաշ տերև, վարուհուժանը պեսացու, բեր բակեմ ծաչից վերև, վարուհուժանը պեսացու, լեն թուպուգանաչ տերև, վարդահանուշը հասնացու, բեր բակեմ ծաչից վերև, լեն տոպոգանաշ տերև, լեն տոպոգանաշ տերև, լեն տոպոգանաշ տերև, բեր բակեմ ծաչից վերև, Lentupuganas tere, bեր բակեմ ծաչից վերև, Lentupuganas tere, Lentupuganas tere, Lentupuganas tere, բեր բակեմ ծաչից վերև։ Ուզում եմ ձեզ ներկայացնել Հասմիկ Պողոսյանին, որ գիտեք ասեմ այսօր մեր հաղորդմանը մասնակցում է ոչ որպես մշակույթի նախարար, այլ պարզապես որպես Պողոսյանների ընտանիքի ներկայացուցիչ։ Նախ ընդունեք այս ծաղկե փունջը եւ ուզում եմ այսպեսի մի հարց տալ ձեզ։ Այ առանց, այսպես ասած, կեղծ համեստության, ինչպիսին եք դուք ընդհանրապես տեսնում ձեր լեգենդար հորը Ստեփան Պողոսյանին եւ կա նրա կողմից տարբերակում Հասմիկ Պողոսյան նախարարի եւ Հասմիկ Պողոսյան դստեր միջև։ Գիտեք, հայրիկից տեսնում եմ այնպես, ինչպես տեսնում է յուրաքանչյուր երեխա իր ծնողին։ Այսինքն ինքը
միակ, անկրկնելի, ամենահարգված, ամենալավը, այդպիսին եմ տեսնում եւ բացառություն չեմ աշխարհի բոլոր երեխաների մեջ կարծում եմ։ Գիտեք, ինքը իմ հայրն է, որը բնականաբար ինձ վերաբերում է որպես իր երեխայի, բայց դա չի նշանակում, որ նա նույն ձևի նույնիսկ կրկնապատիկ պատասխանատվության ինչ չի ենթարկում բոլոր իմ կատարած, չկատարած աշխատանքների համար եւ խստապահանջ լինելով բոլորի հանդեպ նա երևի կրկնակի այդ դրսևորում է մեր երեխաների հանդեպ եւ թերևս դա մեր կյանքի ամենադժվար հատվածն է, որովհետև ցանկացած քայլ կատարելիս, ինչ էլ որ ես որոշում եմ կյանքում ընդունում, առաջինը ինչ մտքովս այդ պահին անցնում է, հետաքրքիր է, թե ինչ ձևով իմ հայրը իմ քայլը դա կգնահատի։ Սա երևի իր առանձնահատկությունն է, դա երևի արդեն ոչ թե որպես իմ հոր եմ ասում, այլ ես կարծում եմ դրա հետ երևի բոլորը կհամաձայնվեն։ Այս մարդը իր կյանքում երբեք չի սխալվում, ինքը կարող է ասել ծայրահեղ ինչ-որ մի բաներ, որը կարող է պահիտակես շոկի մեջ գցել եւ կասես ոնց կարելի է օրինակ այդպես բան ասել ընդհանրապես, բայց անցնում է ժամանակ եւ դու կրկին ու կրկին անգամ քեզ խոստովանում ես, որ չէ, ինքը ճիշտ էր, ինքը իրավաց էր։ Եվ այդ իմաստով իհարկե այդ պահը շատ դժվար է, որտեղ դա պետք է անընդհատ կարողանաս շատ բաներ հաղթահարես, բայց մյուս կողմից ես շատ հպարտ եմ, որ իմ կողքին ինքը կա եւ թող Աստված երկար տարիներ լինի, որովհետեւ այդ պատասխանատվությունն է, որ այսօր ինձ մեծ ուժ է տալիս իմ ընտանիքում եւ իմ աշխատանքի մեջ, որը ես ստանձնել եմ։ Ստեփան Կարպիչև մեր իրողության մեջ եզակի անձերից է, այն մտավորականներից, որ ասում են վերջին մոհիկաններն են։ Աստված մի արասցե, որ իսկապես այդ շարունակությունը ընդհատվի, որովհետև մենք իսկապես կդառնանք աղքատազգ, եթե չլինեն Ստեփան Պողոսյանները եւ նրա հետ այն մեծ մարդիկ, որոնք որ իր հետ միասին ազգին մեծ հմայք են պատճառել։ Ես ընդհանրապես կարող եմ ասել, որ պատիվ ունեցա եւ իրոք կարողացա ոչ այնքան երկար ժամանակ, բայց աշխատել շատ պատասխանատու ժամանակ։ Եվ Ստեփան Պողոսյանը վերցրեց իր վրա մեծագույն պատասխանատվություն։ Եթե հիշում եք 1990 թվականին իշխանությունը հանձնվեց եւ այն ժամանակ կոնկուրսը կարծեք թե անտեր էր մնացել, բայց կար Մոսկվան, կար կենտրոնական իշխանությունը եւ այդ հակասության մեջ պետք էր բալանսը պահել։ Եվ եթե չլիներ Ստեփան Պողոսյանի հմտությունը, ես այսօր մի հատ փոքր միգուցե գաղտնիք բացահայտեմ, մենք կանգնած էինք քաղաքացիական պատերազմի առջև։ Շատ պարզ պատճառով, որ կենտրոնը պարտադրում էր, որ մենք այստեղ ուժ գործադրենք, իշխանությունը վերադարձնենք։ Այսինքն պետք է բանակը մտներ եւ վերցներ նորից վերադարձնել իշխանությունը կոնկուրսին։ Ստեփան Պողոսյանը այդ քայլին չգնաց։ Ես դարձել եմ իր փոխարինողը եւ իրենից շատ բան սովորելով արել եմ այն, ինչ որ ես իսկապես պետք է անեի, որովհետեւ ես անընդհատ գիտեի, որ Ստեփան Կարպիչը ուշադիր նայում է, սխալ ես անում, թե ճիշտ ես անում։ Եվ նրա անկեղծությունը եւ նրա խիզախությունը դա ամենամեծ իր գրավականներն են։ Մտավորականի համար ամենամեծն են։ Ամենակարևորը երկարքան մեզ հետ միասին լինեք, մենք ձեզանով հպարտանենք։ Շնորհակալ եմ։ Ստեփան Պողոսյանը դասում է այն գործիչների շարքին, որոնք անուրանալի ծառայություն ունեն մեր երկրի եւ ժողովրդի հանդեպ եւ ունեն նաեւ անձնական ներդրում մեր երկրի զարգացման բնագավառում։ Ստեփան Պողոսյանը շատ անձնական մեծ ներդրում ունի հատկապես հեռուստատեսության եւ ռադիոյի համակարգի կայացման, զարգացման եւ վերակառուցման բնագավառում։ Երկար տարիների ընթացքում
նա կարողացավ այդ համակարգը բարձրացնել համաշխարհային այդ ծառայության մակարդակին, բայց ամենամեծ ծառայությունը նրա կայացավ նրանում, որ նա կարողացավ այդ տարիներին հայ մշակույթը, նրա որոշ բաղադրիչները վերակենդանացնել եւ եթե այն ժամանակվա գաղափարախոսությամբ ընդունված էր, որ մշակույթը պետք է լինի ձևով ազգային բովանդակությամբ սոցիալիստական, բայց նա կարողացավ հասնել նրան, որ մեր մշակույթը այդ բնակավարում եղավ եւ ձևով եւ բովանդակությամբ ազգային։ Ստեփան Պողոսյանը շատ վառ անհատականություն լինելով հանդերձ մեծ գիտնական է եւ խոշոր պատմաբան։ Նա ազատ է իրեն արտահայտությունների մեջ, իրեն մեկնաբանությունների մեջ, իրեն գնահատականների մեջ, նա ազատ է եւ անկաշկանդ։ Ստեփան Պողոսյանը մեծ հայ է, լավ ընկեր, լավ քաղաքացի։ Նա մեր պատմության մեջ կմնա այն անհատը, որը աշխարհ է եկել մի առավելությամբ ու առաքելությամբ ծառայելու իր ժողովրդին, իր երկրին, իր ազգին, իր պետությանը։ Եթե ռադիոյի կոլեկտիվը դաստիարակվեց մամուլի ավանդերի վրա, որտեղ հիմնականում թերթից էին այդ կադրերը գալիս ռադիո, եւ որոնք ռադիոյի շատ մեծ գործ կատարեցին։ Հեռուստատեսությունը ուրիշ կերպ ձևավորվեց։ Հեռուստատեսությունը ինձ թվում է ձևավորվեց ավելի շատ ինտելեկտի վրա։ Հեռուստատեսություն եկան շատ զարգացած մարդիկ, որոնց մաս հայերեն չգիտեր, ռուսական կրթություններ, պապան, մաման օգնել են, եկել են, բայց շատ արագ տիրապետեցին հեռուստատեսության բարդ տեխնոլոգիային։ Մեր հեռուստատեսությունը շատ լավ հեռուստատեսություն է եղել է, այսօր ինձ թվում է կա, չնայած մի քիչ բաներ են անում, չեն կարող գլուխ անեն, բայց վերջին ասում ինչ է լինի հեռուստատեսությունը, այսօր մշակույթի սիրտն է, առանց հեռուստատեսության ոչ մի մշակույթի չես պատկերացնի, մարդկանց վարդն ու բակնել չես պատկերացնի։ Այնպես որ 80 տարվա շնից եզում եմ մեր հեռուստատեսության ռադիոյի կոլեկտիվի հին նոր անդամներին, որոնց հետ ես կարող ընդհանրապես չմել աշխատել, ցանկանալ մեծ հաջողություններ, բարիքներ եւ երկար կյանք։ Հեռուստատեսությունը ջերմ ընտանիք է։ Հեռուստատեսությունը դու ծառայող չես։ Հեռուստատեսությունում դու մասնիկ ես, բաղադրիչ եւ քեզից է կախված նաեւ թե հեռուստատեսությունը ինչ հաջողություն կունենա։ Իմ ընկերներին հին նոր ողջունում եմ ու սիրում։ Լավ եղեք։ Բարեկամներ, եթե այսօր մեր այս հրաշալի երեկոյին կամ մեկը որին ներկայացնելու հարկ չկա, ինձ հետ համաձայնեք, ապա դա անկասկած հանրապետության ժողովրդական արտիստ, մեր անկրկնելի շատ հրամայիչ հրաշալի Նարաշ Լեփշյանն է, հայկական եթերի առաջին հաղորդավարը։ 70 թվականին մեզ տեղեկացրին, որ հեռուստատեսության եւ ռադիոյի նախագահ է նշանակվել Ստեփան Պողոսյանը։ Ասեմ, որ կոլեկտիվը միանգամից այդպես էլ միանշանակ եւ լավ չընդունեց մենանանտ ռադիոն։ Հավանաբար նրանից էր, որ նա արդեն կուսակցական աշխատող էր եւ եկել էր Արարատից, ուր շրջկոմի առաջին քարտուղարներ։ Կար եւ թերահավատություն, կասկած, արդյոք կկարողանա նա ղեկավարել այդ բարդ ծանր կառույցը, եւ Ստեփան Պողոսյանը սասնցուն հատուկ համառությամբ, նաեւ հավակնությամբ շատ կարճ ժամանակահատվածում ուսումնասիրեց ռադիոյի եւ հեռուստատեսության բոլոր ստեղծագործական օղակները, նաեւ տեխնիկան, որքան զարմանալի էր, եւ ինչպես ինքն է ասում,
հասկացա, որ դժվար, բայց գրավիչ ու գայթակղիչ աշխարհ եմ ընկել։ Եվ մի որոշ ժամանակ անց նա դարձավ մեր սիրելի ղեկավարը եւ գլխավոր խորհրդատուն։ Նա եկավ որպեսզի վերափոխի, զարգացնի այդ ասպարեզը եւ դարձնի այսպես չափազանց ազգային եւ հեռուստատեսությունը եւ ռադիոն։ Ստեփան Կարպովիչ, ես չափազանց ուրախ եմ, որ դուք այսօր էլ մեզ հետ եք եւ մենք էլ ճիշտն ասած առիթը բաց չենք թողնում լսելու ձեր իմաստուն մտքերն ու խորհուրդները։ Ես ձեզ շնորհավորում եմ։ Ես ուրախ եմ անչափ այս հաղորդման համար։ Ես մաղթում եմ ձեզ առողջություն եւ ցանկանում, որպեսզի դուք միշտ շրջապատված լինեք եւ մեզանով, ձեր հարազատներով, մտերիմներով առողջ եղեք։ Ուզում եմ ձեզ ներկայացնել հրապարակախոս Ռազմիկ Դավոյանին, որը Ստեփան Կարպիչի վաղեմի բարեկամն է։ Խնդրեմ, պարոն Դավոյան։ Նրանք, ովքեր իսկապես իրենց էության մեջ, իրենց ներսում ազգային միտք ունեին, հայոց մշակույթի պահապաններ էին իրենց կարծում եւ չէին կարողացել մինչ այդ դրսեւորել այդ վերջին տարիներին նրանք դրսեւորեցին եւ հրաշալի կերպով։ Գիտեք, ես Չարենցին չեմ տեսել, բայց Չարենցի համոհոտը Գուրգեն Մահարին, երբ որ աքսորից վերադարձավ, Գուրգեն Մահարին Չարենցի համոհոտը ամբողջ բերեց լցրեց եւ ես կարծես թե մի շրջան ապրել եմ Չարենցի միջավայրում։ Հիմա մեր մեծերի շատերը գնացել են, Ստեփան Պողոսյանը մեր մեջ է, բերեք այնպես անենք, որ շատ ապրի, որ ծերունների կապը ապահով լինի։ Բարեկամներ, հիմա ձեզ պիտի ներկայացնեմ մեր հյուրերից եւս 4-ին, Հանրապետության ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյան, տիկնոջ հետ, հայկական հեռուստատեսության, կարելի ասել վերջին մոհիկաններից մեկը, ռեժիսոր Ջուլիետա Կաժոյան եւ Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ Արտյուշա Հովանեսյան։ Շնորհակալություն, որ ընդունել եք մեր հրավերը եւ այսօր այստեղ եք։ Խնդրեմ, դուք ինչ կասեք Ստեփան Պողոսյան անհատականության մասին։ Ներող կլնեք, բայց ես դերասան եմ, ինձ բեմ է պետք։ Прошу вас։ Համեցեք։ Իմիջայլոց երբ դառա ես դերասան, շնորհիվ Ստեփան Կարպիչի, ինչի որտեվ հեռուստաթատրոնը բացվեց։ Ես այնտեղ սկսեցի Ռազգոն առա ու գնաց։ Հիմա շատ ուրախ եմ, Ստեփան Կարպիչ։ Անչափ ուրախ եմ, որ դուք այսօր կաք, որովհետև ձեզանից ես հուշեր եմ ստանում իմ եղբորից, իմ հորից, եւ չեմ խոսում նրա մասին, այն բաների մասին, ինչ որ ասացին, այնպես ասացին, որ ես ավելին չեմ կարող ավելացնել, բայց մի բան գիտեմ, որ դուք այն տղամարդկանցից եք, որ խոսքը գետնով չեք տալիս, այսինքն դուք ձեր խոսքի տերն եք եղել միշտ, ձեր հան հայ եղել չեն չեք։ Ես գտնում եմ, որ շատ քիչ են այդ ծևի տղամարդիկ այսօր, բայց քանի որ դուք կաք, մենք գոնե ձեզնով ենք ուրախանում, լավ լինեք, շատ շնորհակալ եմ, որ դուք կաք։
Ես շատ բարեկամ ընկերներ եմ ունեցել, շատ ղեկավարներ եմ տեսել, որովհետև միայն ռադիո հեռուստատեսության ստուդիայում աշխատում եմ 50 տարի և Ստեփան Կարպիչին գիտեմ ավելի քան 45 տարի։ Քիչ է ասել ազնվության մարմնացում։ Առաջին հերթին խոշոր պլանով ինձ համար առանձնանում է և զատվում է հայրենասեր քաղաքացին, այն էլ այն տարիներին, կոմիտեի նախագահին։ Նախագահ, որ կարողացավ իրավունք տալ մեր անսամբլին, ձայնագրելու երգեր ոչ թե հաղորդելու պայմանով, այլ պահելու պայմանով, պատեհ առիթու դեպքում եթեր հեռարձակելու համար։ Հիշողության համար չէ, պարզապես իմ հոգու հանգստության համար ուզում եմ մի երգ երգել և նվիրել այն էակին, որը աստվածային գաղափար էր գուցե այդ ընտանիքի համար, մեր սիրելի Անելկային։ Այդ երգը Իսահակյանի խոսքերով է, հեղինակել է Վլադիլեն Բալյանը, կոչվում է «Տարիներ հետո»։ Սիրտս արտասվեց
Իմ պապն ինձ խրատ էր տալիս։ Մերնելուց առաջ վերջինը տվեց։ Ասում էր մեկ, ինչ վիճակում էլ ունեք ռուսների ձեռը պաշտ չթողնեք։ Երկրորդ ասում էր Օսմանցին լավ ժողովուրդ է, նա ցեղասպան լինել չի կարող։ Փնտրեք գտեք ցեղասպան, ով է ձեզ ոչնչացրել։ Եվ երրորդն ասում էր, լավ ասում էր, նա մարտանես թե մտածես քո հայրենիքը ստեղ է, քո հայրենիքը ընդեղ է։ Ես էր, որ ես իրանց ստացա, վիթխարի ֆիգուրա էր։ Իմ օրս նայում ենք մեր երկը, պարը, մեր ամբողջ մշակույթը, ինքը չես ասի, որ ոգևորող մշակույթ է։ Ինքը ավելի շատ արձանագրող մշակույթ է։ Բայց վերջին ասողս հայության հետ մշակույթը պրայցում։ Եթե չլներ մշակույթը, հայրը համարա քրդերի վիճակում կգնի։ Մեր ժողովուրդը այսօր լավ վիճակում չի, ես ասեմ։ Ամենավտանգված վիճակը, որ մեր ժողովուրդը եղել է, վերջին 100 տարում այսօր է։ Որտեղ այսօր մի իրական կռվան չկա, որի մենք ապավինենք։ Բայց ինձ թվում է, թե մեր այսօրվա իշխանությունները, հատկապես նախագահան ես պետք է ասեմ, ճիշտ անում։ Թող չգնան Փարիզ ու Վաշինգտոն, Մոսկվան է որոշելու ամեն ինչ։ Պետք է Մոսկվայի ձեռք ուժեղ բռնել։ Մոսկվան շատ հաճելի հովանավորող չի, կոպիտ էլ է շատ, վիրավորում այլ բան, բայց նա շահեր թելադրում են, որ մեր հետ լինի։ Մենք դրանից չպետք է ամաչենք։ Ամերիկան մեզ հաստատող չի։ Կներեք էլ, այդպես բան եմ ասում, հիմա շատ են ընկել հիմար բաների հետևից։ Արդեն 200 տարի այս պատմությունն ասում է, որ եթե հայերը ապրելու հնարավորություն ուզում են ստեղծել, դա ռուսների միջոցով ռուսների կողմից։ Եվ ուզում եմ, որ դուք այդ բոլորը լավ մնաք։ Քաղաքական կոնյունկտուրան գիտեք, ինձ զզվելի բաներ ասես կարող անեմ։ Բայց ապրեք են ժողովուրդների հետ, օրինակ իմ դուրս շատ է գալիս, որ ես վերջերը հեռուստատեսությունում տալիս են հայ վրացական այդ բանը 10, հա, դուրս շատ գալիս է։ Ինչ է պատահել։ Մենք իրանական արվեստի մասին որևէ գաղափար ունենք, չունենք։ Են միջնադարից հետո այդ գրականությունից էլ գաղափար չունենք։ Բայց այդ իրանցիներն են մեր հաշտ ու հարևաններ, ինչի տանց մշակույթը չենք բերում, ինչի տանց չենք շփվում։ Վերջը նույն արաբները, սրանք են մեր հարևանները։ Մենք իրավունք չունենք մեր հարևանների հարցում կուրնոս ինքնամփոփ վիճակ կեսված բանել։ Մենք ձգտենք դրանց հետ շփվելու։ Սիրելի բարեկամներ, ես պիտի ասեմ, որ մենք այսօր իրոք հրաշալի հյուրեր ունենք։ Հիմա ուզում եմ ձեզ ներկայացնել նաև Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստներ, պետական մրցանակի դափնեկիրներ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին եւ կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանին։ Մայստրո, մեծ հաճույքով կլսենք ձեզ։ Շատ ուրախ եմ եւ պատմված եմ զգում ինձ, որ ներկայ եմ Ստեփան Կարպետյան այս փառավոր հավաքույթին եւ այսքան հուզիչ խոսքեր լսելու ուրախությունը ունեցա։ Ձեր դստեր, ձեր խոսքը, Կարեն Ջանիբեկյանի խոսքը, յուրաքանչյուրի խոսքը, Նարաշ Լեփչյանը ինչ լավ ասեց։ Ես իմ սրտում ունեմ ձեր պայծառ կերպարը, որ եթե մաս բաժանեմ, սկսվում է դեռ այն տարիներից, երբ որ դուք կոմսոմոլի քարտուղարն էիք, առաջի քարտուղարն էիք Հայաստանի, եւ առաջին խումբ արվեստագետները, որ եղան այստեղ, որոնց դուք ուզեցիք առանձնացնել եւ առաջինը իրենց տվեցիք այդ կոչումը Հայաստանի կոմերցիոն դափնեկրի կոչումը, որը լավ խումբ էր, ուրեմն Լուսինե Զաքարյանը
մրցանակ տալը կոմերտ միության դուք պետք է պատկերացնեք դա ինչ հանդգնություն, ինչ համարձակություն էր մի երգչուհու, որ ամբողջ կյանքը եկեղեցուն նվիրեց, հայ միջնադարյան տաղերին նվիրեց, Արտո Չակմակչյանը քանդակագործ, փառավոր մի քանդակագործ, որին երբ մրցանակը ստացավ արդեն կային այն մեծ նախանշաններ, որ նա լինելու է մեր քանդակագործության մեջ եզակի մի անոն, այսպես յուրաքանչյուրին առանձին տեսնել ու առաջ հրել առաջ։ Գիտես, ես 30 չկայի, Ստեփան Կարպիչ շատ կարող եմ խոսել, այսքանը իմ սրտից այսօրվա առիթով մաղթեմ ձեզ քաջարողություն, երկար տարիների կյանք, մեր գլխից անպակաս լինեք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Մեկոսյան։ Անկեղծ ասած այսօր ես եկել եմ այստեղ, կարող է եւ չլինել, բայց հաստատ համոզված ինքնավստահ քայլերով եկել եմ այստեղ մի նախադասություն ասելու համար։ Ես ուզում եմ ասել Ստեփան Կարպիչ, իմ ավագ եղբայր, շնորհակալ եմ։ Իմ ծնողները մազապուրձ եղած երեխեք են, ցեղասպանության ժամանակ, երբ որ մեր տանը խաշ էին ուտում ու խոսում էին թուրքերի մասին, հայերի մասին եւ այլն, իմ ամենամեծ դասը իրանք էլ չէին նկատում, որ ես մի հատ անկյունում բբզած լուր լսում էի իրենց։ Եվ ես կամաց դարձա հայ։ Եղավ։ Ես դրա համար շնորհակալություն եմ հայտնում։ Կյանքդ երկար լինի, միշտ մեզ հետ եղեք, միշտ մեր ավակ եղի եւ այսպես հայ ապրենք։ Կյանքի մեր։ Ստեփան Կարպիչի ծառայությունները մշակույթի ասպարեզում այսօր շատ ասվեց այստեղ։ Եվ նա իր կուսակցական աշխատանքը, այսինքն հասարակական, քաղաքական աշխատանքը ավարտելուց հետո սկսեց գիտությամբ զբաղվել։ Եվ դա զարմանալի է, որ նա այդքան տարիներ անցնելուց հետո կարողացավ գիտության ասպարեզում ասել նոր խոսք այնպիսի մի դժվարին բնագավառ, ինչպիսին է ցեղասպանությունը, որովհետև ցեղասպանության խնդիրներով այսօր շատ մասնագետներ կան, շատ մարդիկ են զբաղվում, բայց այն ինչ ասեց Ստեփան Կարպիչ, երևի թե այդ խնդրը նա պետք է շարունակի, թարմ է, ժամանակակից է եւ նորն է, որը մինչև այդ չկար։ Ստեփան Կարպիչ, ես ձեզ ցանկանում եմ ամենայն հաջողություններ, առողջություն։ Դուք խիզախ մարդ եք ձեր գաղափարների պաշտպանության ասպարեզում։ Ես ձեզ պետք է այդպես շարունակել այդ նույն գաղափարները, գրի առնելով, որ ամեն մեկը կարդալով մեր երիտասարդությունը, նույնիսկ ոչ միայն երիտասարդությունը, իրենց ուրեմն երախտապարտությունն են հայտնում ձեզ։ Ձեզ ամենայն բարիք։ Ստեփան Կարպիչը այսօր նոր եւ նորագույն պատմության ամենանշանավոր ներկայացուցիչներից մեկն է որպես պատմաբան։ Նա հայ պատմագրության, ներկայիս պատմագրության ամենախոշոր ներկայացուցիչներից մեկն է։ Մարդ, որը գիտական կոչում չունի։ Դրանից եմ ես նեղացած։ Բայց դա ապացուցեց, որ ինքը շատ ավելի խոշոր գիտնական է, նույնիսկ ակադեմիկոս, ակադեմիայի պրեզիդենտի ներկայությամբ եմ ասում։ Նա 19 մենագրության հեղինակ է։ Դժվար է ասել, հայ պատմաբաններից որևէ մեկին հաջողվեց արդյոք այնպես ներկայացնել հայոց ցեղասպանության պատմությունը, ինչպես նա ներկայացրել է այժմ։ Նա որպես պատմաբան վերլուծաբան պատմաբան է եւ ես կարող եմ ասել, որ նրա աշխատությունները դեռևս 20-30 տարի կմնան անփոխարինելի։ Ով պետք է գա, ես չգիտեմ, որտեղ այսօրվա վիճակով նման գիտնականի ես չեմ տեսնում։ Ստեփան Կարպիչ, քեզ առողջություն, միշտ մեր կողքին եղիր։ Բացի շնորհավորանքներից եւ ջերմխոսքերից հնչեցին նաեւ փաստեր եւ դեպքեր արձանագրվեցին, ես եւս ուզում եմ արձանագրել մի քանի փաստ։ Ստեփան Պողոսյանի ղեկավարման տարիներին հեռուստարադիոընկերությունը ուներ եւ ստեղծվեցին եւս երաժշտական խմբեր թվով 8-ը։ Արևիկ մանկական անսամբլը, Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդիկների անսամբլը, ջութակահարների անսամբլը, էստրադային սիմֆոնիկ նվագախումբը, կամերային երգչախումբը, Սայաթ Նովա աշուղական անսամբլը,
ամբողջն եմ ես ուզում թվարկել։ Կարծեմ թե 8-ը լրացավ։ Բալետը, այո։ Եվ այս բոլոր երաժշտախմբերը միասին ձայնագրեցին եւ հսկայական ֆոնդ ձայնագրեցին եւ այսօր հանրային ռադիոյի ձայնադարանում պահվող մոտ 20,000 ժամ ձայնագրությունների առյուծի բաժինը պատկանում է հարգելի պարոն Պողոսյան ձեր ժամանակ ղեկավարած ձայնագրություններին, որի համար շնորհակալություն եմ հայտնում։ Եվ ավելացնեմ նաեւ, որ այդ ձայնագրությունների առյուծի բաժինը ազգային հայրենասիրական ազգագրական երգեր են, որի համար ես շնորհակալ։ Եվ եկեք արձանագրենք եւս մեկ փաստ, որ իմ խորին համոզմամբ այդ ժամանակվա հեռուստատեսությունը եւ ռադիոն բավական լուրջ եւ կարեւոր դեր խաղացին ազգային ազատագրական պայքարում մեր հերոսների կյանքի ձևավորման ժամանակ։ Եվ այն ազգային գաղափարախոսությունը թող լինի այն ժամանակվա պրոպագանդան, որ բարում էր այդ ժամանակ հեռուստատեսությունը եւ ռադիոն, ձևավորեցին, դաստիարակեցին այնպիսի մի սերունդ, որը հետագայում ազգային ազատագրական շարժման ժամանակ տվեց բազմաթիվ հերոսներ։ Շնորհակալություն, պարոն Պողոսյան։ Չէ, բարեկամներ, հիմա նորից ձեր ուշադրությունը ուզում եմ բևեռել մեր սրահի էկրանին։ Դուք կարող եք լսել մի հրաշալի մարդու համաշխարհային սպորտի առաջին մեծություններից մեկին, աշխարհի Եվրոպայի օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն ու ռեկորդակիր Յուրի Վարդանյանին։ Խնդրեմ, տեսեք թե ինչ կարծիք է Ստեփան Պողոսյանի մասին մեր աշխարհահռչակ ծանրորդը։ Նախ եւ առաջ կուզենայի ողջունել ես հաղորդաշարը, որ կազմակերպել եք, որտեղ հենց առաջի հաղորդաշարը առիթ եղավ զուգադիպություն հետաքրքիր, ընդհանրապես շատ չեմ նայում, բայց նայեցի եւ մեծ բավականություն ստացա եւ ավելի կրկնակի ուրախ եմ, որ երկրորդ հաղորդաշարը Ստեփան Կարպեչին նվիրված է։ Ես ընդհանրապես պետք է ասեմ, որ շատ այդքան էլ հակված չեմ կարծիքներ տալու անձանց, բայց այն մարդկանց, որ ես շատ եմ սիրում, ես չեմ կարող իմ սրտի խոսքը չասել։ Եվ անկեղծ պետք է ասեմ, որ այդ անձնավորությունը շատ եմ սիրում հարգում եւ հիշում եմ այդ խորհրդային տարիներին, որ մենք բազմից անգամ ընդմիջման ենք դուրս եկել, միասին միշտ շփվել ենք, անկախ մեր տարիքային որոշակի տարբերությունից, այսինքն բավականին տարբերությունից, մենք իրար հետ շատ մտերիմ հարաբերությունների մեջ ենք եղել, ընկերություն ենք արել, հազար ու մի հարցերի շուրջ ենք խոսել, ինձ ուղղություններ է կյանքում ցույց տվել, չմոռանամ ասեմ, որ նա բավականին մեծ սպորտասեր էր, որ պատմում էր իր տպավորությունները իմ սպորտային ելույթների եւ ինձ ձևի հրճվանքով խոսում էր։ Ինչերից է առաջնահերթ ցանկանում եմ հաջողություն, որովհետեւ տարիքային բերումով գիտեք մարդ հազար ու մի տեսակի հիվանդություններ է ձեռք բերում։ Ես այս վերջի տարիներին, որ Հայաստանում եմ, մի քանի անգամ այցելել եմ, առողջական վիճակի մասին հետաքրքրվել եմ, շատ կուզենայի, որ այդ անձնավորությունը երկար ապրի, որով իսկապես նա բոլոր ոլորտներում շատ հմուտ պատկերացում ունի, թե մեր երկրում ինչ է կատարվում, բայց մասնավորապես ասենք մշակույթի ոլորտը նա շատ քաջ ու լավ է պատկերացնում եւ հենց այսօր էլ իր դուստրը Հասմիկը Պողոսյանն այդ ոլորտն է ղեկավարում եւ մենք շատ առիթիցոք թվելով եմ ասում մտերիմ ընկերություն ենք անում գործնական, այսինքն են գյումրեցու խոսքը ասում է խնձորի ծառի տակ միշտ խնձոր են գնում, չի կարող ուրիշ միրգ գնել։ Այ ես իսկապես կրկին անգամ պետք է ասեմ, որ մեծ հարգանք եմ տածում այդ մարդու նկատմամբ եւ առաջնահերթ քաջ առողջություն մաղթում, նա մեզ շատ պետք է։ Խոսափողը տրամադրենք մեր հմայի ճանկրկնելի միշտ գեղեցիկ Ռաիսա Մկրտչյանին։ Մստակի Անչափ Երջանիկին, որ իմ ստեղծագործական գործունեությունը այդ ժամանակահատվածի հետ համընկավ եւ ձեզ կարող եմ ցանկանալ միայն ամենաշատը միայն առողջություն, որ դուք լինեք միշտ մեր կողքին եւ միշտ լինեք այդպես իմաստուն եւ մեր ազգի համար այդքան պիտանի։ Անչափ շնորհակալություն։ Մենք ձեզ շատ սիրում ենք։
Diğer ziyaret, diğer ziyaret. Maral can hezari, kiç kiçim tezari. Zellav yerçunis, zellav yerçunis. Hiç mi bezari, hiç mi bezari, hiç mi bezari, hiç mi bezari. 1999 թվականին Samsung ընկերությունն արտադրում է աշխարհում առաջին բջջային հեռախոսը MP3 ֆորմատի հնարավորությամբ։ Կորեական Samsung ընկերության պաշտոնական գործընկեր Vega։ Մենք փորձեցինք այսօր միասին հաճելի երեկո պարգևել Ստեփան Պողոսյանին եւ թե որքանով դա հաջողվեց կարծում արդեն կդատեն եւ հեռուստադիտողները եւ մեր ծրագրի մասնակիցները։ Իսկ այսօր այսքանով եկեք նորից ձեզ հրաժեշտ տանք, տեսություն, մինչ նոր հանդիպում։